իրավունքը, ինչպես եւ առհասարակ ժողովրդավարությունը եւ իրավունքը մասնապես որպես ժողովրդավարության հենասյուն, հիմա կարիք ունի շատ խորը ճգնաժամի մեջ է գտնվում գլոբալ աշխարհում եւ հատկապես մերպես երկրներում եւ կարիք ունի վերաիմաստավորելու, որովհետեւ այն պահից սկսած, երբ որ ինքը գիտակցում է, որ իրավունքի այլընտրանքը անարխիան է, այսինքն կանոնների իսպառ բացակայությունը, այն պահից, երբ որ յուրաքանչյուր ապօրինություն գործող իրավապահ, այդ խուզարկություն իրականացնող մարդ, այդ մի գիտակցումը կա, բալավ, հաջորդ օրը կարող է մի օր վարվել իմ հետ այնպես, ինչպես ես եմ հիմա վարվում։ Հենց այդ գիտակցումը եկավ, ինձ թվում է վաղ թե ուշ ինչ որ մարդկանց մոտ գալու է այդ գիտակցումը, ու մենք սկսելու ենք վերաիմաստավորել իրավունքի դերը։ Իրավունքը առհասարակ մեր ժամանակակից իրավամտածողությունը հենց այդ ճգնաժամի այն ծայրագույն կետում է զարգացել, ու դրա վառ օրինակը պատերազմական իրավունքն է եղել, կներեք, որ սենց անալոգիա եմ բերում, բայց պատերազմական իրավունքի ամբողջ գաղափարը հենվում է ավելորդ եւ անհարկի տառապանք թշնամուն չպատճառելու տրամաբանության մեջ։ Այսինքն, նույնիսկ այդ բանում ասում եմ, եթե դու մարդուն, թեկուզ քո հակառակորդին կարող ես սպանել ավելորդ տառապանք չպատճառելով, ուրեմն պետք է այդպես անես եւ դա քննարկման ենթակա չի։ Հիմա այս նույն բանն է, որ շատ հաճախ փորձում եմ ինքս, կլինի դատական գործերի, կլինի այդ խուզարկությունների ժամանակ, փորձում եմ զուտ ինտուիտիվ մարդկային մակարդակում հասկանամ այն կողմում կանգնած քննիչի ինքնաարդարացումը ո՞րն է այս ամեն ինչը անելու համար, մոտավորապես այս զգացողությունն է, դե որ մենք, այսպես ասած, խրամատի հակառակ կողմերում ենք, հակառակ խրամատներում ենք, ինչ որ միջոցներով իրար դեմ պատերազմում ենք։ Բայց այն պահը, որ դու հասկանում ես, որ մարդը օրինակ այդ պարագայում անհարկի անում, փորձում ես նայես այդ մարդու աչքերի մեջ հասկանաս, ինքը հասկանում է այդ սահմանը որտեղ է դիմացինին անհարկի տառապանք պատճառում, զգում եմ, որ դեռևս այս մասում իրանք բարոյական խնդիր ունեն։ Եվ մեր հարցն է հիմա չգնալ շատ, եթե մենք խոսում ենք ներպետական մարդկան, այսինքն հարաբերություններում, չգնալ շատ այս հերթապահ հայտարարությունների տիրույթում, այլ մտքում ունենալ այն ամենաառաջամարտիկ այդ քննիչի կերպարը, որը տեսնում է ակնհայտորեն, որ այն ինչը որ տանում է մարդկանց համար ինչ որ սենտիմենտալ արժեք ներկայացնող հասարակ զարթից սկսած որ տանում է, ինքը ուղղակի տառապանք է պատճառում, ինքը հասկանում է, որ դա իրավունքի հետ բացարձակ կապ չունի, իր քննող գործի հետ բացարձակ կապ չունի, ինքը հասկանում է, երբ որ այն ժամանակ որ որոշում է կայացնում Արեգնազ Մանուկյանին արգելել իր երեխայի հետ շփվելուց, այդ երեխայի հետ շփումը բնության, տեզերքի, տարածության ու ժամանակի մեջ առհասարակ չի խաչվելու այդ քրեական գործի հետ, բայց ինքը շարունակում է դա անել, մենք պետք է հենց այս թիրախին փորձենք խփել, այսինքն ասենք, որ պետք չի ամեն ինչ վերահասցեագրել վերադասին, այդ անտեր, որ ամեն մի զարդը նկարում եք, ուղարկում եք ձեր վերադասին, հարցնում եք, ասում եք, սա տանեմ թե չտանեմ, պետք չի այտենց անել, կա ի վերջո մասնագիտական արժանապատվության մի սահման, որի տերը դուք եք, ձեր վերադասը չի։ Այս է, որ մեր, կարծում եմ խոսույթում, պետք է առաջին պլան բերենք, պետք է, ինչպես հին փիլիսոփայությունն ասում մարդու մեջ կան եւ բարու եւ չարի այդ սերմեր։ Մենք փորձենք այդ բարու սերմը ասենք լավ, մարդ, որ դու անում ես դա, քո մեջ ընդհանրապես այն մասնագիտական արժանապատվության սերմերը կան, թե չկան, դու ինքդ չես գիտակցում, որ վաղը մյուս օր Աստված իրանց պատկերացմամբ Աստված մի արասցեն մեր կարծիքով, այսինքն Աստված դա իշխանությունը փոխվի, դու պատրաստ ես արդյոք, երբ որ հերթը կգա անձնապես քո պատասխանատվության այս քո ամբողջ գործողությունները կատարելու համար, քո վրա պատասխանատվությունը վրա հասնի այնպես, ինչպես հիմա դու ես ինչ որ մարդկանց պատժում։ Երբ որ մենք կարողանանք այս մեսիջը
տեղ հասցնել, ինձ թվում է մենք կհաջողենք առաջին քայլ որպես իրավունքը վերաիմաստավորելու գործում, որովհետև մենք հիմա առհասարակ ինչքան էլ որ ասում ենք, որ այս ամեն ինչը քաղաքական չի, իրավական է, այո, ամեն ինչը ի բնե եղել է քաղաքական, բայց հետո մարդիկ հասկացել են, որ քաղաքականը ամեն մի, կներեք արտահայտությանս համար, բայց հիմա բան, ամեն մի հիմար որոշման հետևում կարող ես դնել քաղաքական բառը, ու դա կդառնա ճշմարտություն, բայց քանի որ մարդիկ ամեն դեպքում որոշակիություն են ուզել կյանքում, մարդիկ չեն ուզեցել ինչ-որ մեկի քմահաճության տակ մնան, ստեղծել են օրենքը եւ իրավունքը, ասել են եկեք իրար հետ այդպես հարաբերակցվենք։ Երբ որ կհասկանան այս ամեն ինչը, կարծում եմ, որ կանենք, այսինքն այլընտրանք չունի, ամեն ինչը քողարկել եւ ընդունել այդ նարատիվը, որ սա, այո, իհարկե քաղաքական օրակարգ է սպասարկում, բայց մեր համար պետք է էլի մտքում ունենալ այդ պարզ ճշմարտությունները տեղ հասցնելու եւ իրավունքը վերաիմաստավորելու, որ մտածեք, արդյոք դուք ուզենալու եք, որ ձեր հետևից գան այն եղանակներով եւ այն մեթոդներով, ինչպես որ դուք եք գնում հիմա ինչ-որ մարդկանց հետևից, ուստեղ արդեն կլինի հաջողության բանալին։ Շնորհակալություն, Տիկին Սողոյան, շատ կարևոր դիտարկում եք անում, այո, պետք է մեսիջը հասցվի, որովհետև նաև այդ ապօրինություններ գործողները պետք է հասկանան, որ գալու է ժամանակը, որ պատասխանատվության են ենթարկվելու իրենց ապօրինությունների համար։ Ես ինքս էլ հետևում եմ իրավապահ եւ դատաիրավական համակարգին, ցավոք սրտի մնացել են հատուկենտ պրոֆեսիոնալներ, ովքեր առաջնորդվում են հենց իրավունքով եւ օրենքով։ Օրինակ նախորդ նիստին, որին մասնակցում էինք, Ավետիք Չալաբյանի նիստն էր, եւ երբ դատարանը կայացրեց որոշում, որը որ ակնհայտ է, որ հենց այդպես էլ պետք է լիներ, եթե դու առաջնորդվում ես իրավունքով եւ օրինականությամբ, մենք սկսեցինք դատավորի նկատմամբ այսպես փառաբանման բաները, որ այն դեպքում, երբ որ դատավորը արել է այն, ինչ պետք է աներ ինքը ըստ օրենքի, ըստ իրավունքի նկատմամբ հարգանքի։ Եվ սա այն պատճառով, որ մնացած բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ դատավորին իջեցվել է հրահանգ եւ այդ դատավորը անելու է այնպես, ինչպես իրեն հրահանգել են, ինչ օրենք, ինչ իրականություն, հրահանգը կա, ուրեմն այդպես պետք է առաջնորդվենք։ Հիմա այս հատուկենտ պրոֆեսիոնալների միջոցով արդյոք հնարավոր լինելու է առողջացնել ողջ համակարգը, թե օրինակ պետք է ռադիկալ լուծումների գնալ, ինչպես օրինակ իրենք են պատկերացնում նոր սահմանադրության բոլորից ազատվեն, ընդունեն նորերին, որոնք որ ըստ էության պետք է ծառայեն բացառապես իրենց։ Էս էլ եք շատ կարևոր բան եք ասում, ու նաև նախորդ հարցի համատեքստում եմ ուզում ասեմ, մենք որպես գիտական ճշմարտություն, գոնե ես որ սահմանադրաիրավական մասնագիտություն ունեմ, կարծում Տիկին Մելոյանն էլ կասի, իրավաբաններն ասում են, որ ամենակարևոր բանը իրավական մշակույթ ձևավորելու երկրում գործում դա սահմանադրական կայունությունն ապահովելն է եւ իրավական պրակտիկայի կայունությունն ապահովելը։ Իրավունքը եւ առհասարակ այն ինչը որ վերաբերում է իրավական մեթոդներին, այն ոլորտը չի, որտեղ այսպես ասած հեղափոխություններն են բերում բարեկեցություն, հեղափոխություններն են բարելավում իրավիճակը։ Իրավապահ համակարգը այն տիրույթն է, որտեղ որ դու պետքա փայփայես, գուրգուրես այն լավը, որ ստեղծել ես, եւ շատ զգուշորեն փորձես հեռացնես այդ արատները, որպիսի մարդկանց մոտ կայունությունը ձևավորվի։ Հիմա տեսեք, օրինակ հասարակ մի բան եմ ասում։ Երբ որ օրինակ մի ժամանակ կար, պատկերացեք մենք մինչև 20 թվականը կամ մինչև 18 թվականը մենք ունեինք խորը համոզում, որ մինչև չի լինում շատ լուրջ ծանրակշիռ իրավախախտում աշխատողի կողմից, ինքը աշխատանքից չի ազատվում, որտեղ մենք ունեինք բոլորս այդ ներքին համոզմունքը, որ դա կլինի թե նախարար, թե հասարակ աշխատող, իրենք բոլորը ազատվում էին այն պարագայում, երբ որ կար լուրջ պատճառ։ Հիմա այլևս, մանավանդ երեկվա հայտարարություններից հետո, մեր համար արդեն նորմալիզացվել է մեր ենթագիտակցության մեջ, որ կարելի է մարդուն ուղղակի, որովհետև ձեր համակարգը չի կարողացել գտնել ձեր միջի արտահոս կանող տեղեկատվության արտահոս կանողներ, ուրեմն բոլորդ կրելու եք կոլեկտիվ պատասխանատվություն։ Մեր միջից արդեն մեր ենթագիտակցության միջից ջնջել են իրավագիտության հիմքում կայացող այդ պատասխանատվության անհատականացման սկզբունքը,
ջնջել են մեր միջից առանց հիմնավոր պատճառի աշխատողին աշխատանքից ազատելու անթույլատրելիության սկզբունքը ու թողել են ընդամենը մի զգացողություն, որ եթե ինչ-որ մի բան շեֆի սրտով չի, ուրեմն պետքա հետևանքները մենք կրենք։ Տեսնում եք, մենք նույնիսկ ենթագիտակցական մակարդակում որտեղից ուր ենք հասել։ Հիմա հետ դառնալով այդ հարցին ինչպես պետք է այդ հարցը լուծվի։ Շատ զգուշորեն 10 չափել, 1 կտրելու սկզբունքով պետք է այս ամեն ինչը լուծվի։ Այո, մենք պետք է վերաիմաստավորենք, այո, մենք պետք է պետությունը այն պարագայում, երբ որ կվերադառնա իր ազգային եւ իրավական տրամաբանությանը, պետք է հետ կանչի, խնդրելով հետ կանչի այն մարդկանց, այն դատավորներին, այն դատախազներին, ովքեր փորձ ունեն, ովքեր այսպես ասած մեծ ներդրում ունեն Հայաստանում ձևավորված իրավական պրակտիկային, այն որոշումներին իրավական որպես առաջադեմ, որ մենք ժամանակին ունեցել ենք, կլինի նախադեպային եւ այլն։ Ու նույնն էլ ասում եմ եւ սահմանադրական, քննարկումներ են անում երթվյալ ատենակալների ներմուծման։ Մենք չգիտենք, մենք չենք ապրել այդ իրականության մեջ, դա տոտալ իմաստով հեղափոխում է մեր ունեցած իրավական պատկերացումները։ Դուք այդ անընդհատ քանդելով լուրջ բան չեք սարքում, դուք ուղղակի սարքում եք մի հատ, այսպես ասած, հեղեղուկ միջավայր, որը անարխիայի սկիզբն է։ Պետք է ուղղակի վերաիմաստավորել, վերհանել, գնահատել այն ամեն ինչ լավը, որ ունենք եւ զգուշությամբ փորձել վերափոխել, պետք է պատասխանատվության կանչել հատ առ հատ շատ ծանրակշիռ հիմնավորումներով այն մարդկանց, ովքեր կատարել են այս ամբողջ ապօրինությունները։ Մի հատ վատ բան եմ ասելու, բայց խնդրում եմ իրավաբանները կարծում եմ կհասկանան ասածս։ Ոչ թե իսկ ելակետ ընդունել Նիկոլ Փաշինյանի այդ բանը ասածը, որ ով չգտավ բոլորին ես ազատելու եմ, այլ ավելի լավ է գտնել եւ պատժել մեկ հիմնավոր մեղավորի այս ապօրինությունների, քան 10 ենթադրյալ ապօրինություն կատարողի եւ դրա մեջ ունենալ թեկուզ մեկ անմեղ դատապարտված։ Այս պետքա լինի սկզբունքը, ինչպես պետքա մենք առողջացնենք դատաիրավական համակարգը։